Պարոն Ղազարյան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք նաև ոստիկաններին, իրանք եկել կանգնել էին հասարակական կարգ են պահել իրանք, չնայած ասեմ, վարորդները բոլորը նկատեցիք ինչքան պարկեշտ անձնավորություն են, մեկը մի ավելորդություն թույլ չի տվել, բայց այդքանով հանդերձ շնորհակալություն, որ նաև դուք եկել եք այդ կարգը պահեք, բայց նորից ասեմ, որ վարորդներն են բոլորը պարկեշտ մարդիկ են, բոլորը եկել են մի հատ ավելորդություն ոչ մեկ թույլ չի տվել, ուրեմն ուզում եմ ամփոփեմ օրը, ժողովուրդ, մենք հայտարարել ենք, որ այսօր անում ենք ստորագրահավաք, որպեսզի ցույց տանք, որ կա նմանատիպ խնդրեմ, ցույց տանք, որ վարորդների իրավունքները ոտնահարված են, ցույց տանք, որ վարորդները թալանվում են, հասկանում եք, բարիս ուղիղ իմաստով, այսինքն այս մարդկանցից քերում տանում եք, հասկանում եք, հաջորդը եկել եք, որ բարձրաձայնենք այն հարցը, որ մարդիկ գրանցված աշխատող լինեն, այսինքն այդ մարդիկ 200,000 դրամից ավել վաստակում են, հարկերը վճարում են, դիմացը պետության համար իրանք չկան, հասկանում եք, անթույլատրելի է, գրանցված աշխատողն են, մյուս այն, որ ասում են 200,000 դրամից ավել վաստակողը պիտի անվճար բուժօգնություն ստանա, այս առողջության համապարփակ ապահովագրության այդ իրանց հիմնադրամը, որ ստեղծել են իրան։ Մեր պահանջը հետևյալն է, որ այս մարդիկ պետք է օգտվեն դրանից։ Իրանք 200,000 դրամից ավել վաստակում են, իրանց միակ աշխատանքն է սա, հասկանում եք, ու պետություն դու պարտավոր ես քո քաղաքացու իրավունքները պաշտպանել։ Ու ստեղծենք հաջորդի մեր գերնպատակն է, որպեսզի ստեղծվի ինչ-որ մի կառույց, որը շատ ուղիղ կզբաղվի ձեր խնդիրներով։ Եթե մենք սկսենք այդ on-line տաքսիների GG ու Yandex-ի խնդիրները թվարկել, անթիվ են։ Այն մարդուն դնում են մեկ միավոր դնում են ռեյտինգը իջացնում են մարդու, գնում հասնում է պատվերը cancel են տալիս, գնում են միտեղ Yandex-ը քարտեզով ցույց է տալի, որ դու ռազվարոտորն ես, բայց այդտեղից լինում ես բռնում քեզ տուգանում են, հասկանում ես, ու նմանատիպ այնքան խնդիրներ կարամ ձեզ ասեմ, որ էլ ասելու չի։ Այսինքն այդ մանր մնացած բոլոր խնդիրներով պետք է զբաղվող լինի։ Այսինքն մենք ամփոփելով փաստում ենք հետևյալը, որ մոտակա 2-3 օրը մարզերից են մարդիկ դիմել են քաղաքական ստորագրությունները կուղարկել, 2 շաբթի կամ 3 շաբթի, որոշեք ձեզանից ով մի քանի հոգի կգա, կառավարության կտանենք, մուտք կանենք նամակը կառավարությանն է, կասենք 10-15 օրվա մեջ մեզ պատասխանի, չես պատասխանում, մենք պլանավորենք մեր հաջորդ գործունեությունը, բայց բոլորն անելու ենք օրենքի շրջանակում։ Դուրս են գալու օրինակի համար 10 կմ/ժ արագությամբ երթևեկենք ենք քաղաքը պարալիզացնենք, ցույց տանք, որ ժողովուրդ մեր ձայնը լսելի պիտի լինի։ Անթույլատրելի է այս երևույթը։ Չեն անին, ուրիշ քայլի կգնանք երթականությամբ։ Բայց կխնդրեմ, որ ժողովուրդ ջան, մենք բոլորս ոնց որ ասած մի հատ ավելորդություն չանենք, որ ինչ-որ մի ձև չթիրախավորվենք։ Այսինքն մի օրինակ չորոշենք, որ գնալու ենք հրապարակ սիգնալ տանք, դրա ժամանակն էլ է գալու, որ սիգնալ ենք տալու, ինչի որ չի գալու։ Բայց քայլ առ քայլ գնալով պիտի դուք ունենաք հաղթանակ։ Այս ամբողջ հարմա, որպեսզի ձեր իրավունքները ժողովուրդ ջան վերականգնվի։ Չի կարելի, անթույլատրելի է, որ մեր երկրում մարդուն բուլինգի ենթարկեն։ Անթույլատրելի է, որ մարդուն ստրուկի պես վերաբերվեն, հասկանում եք։ Ու նորից եմ ասում ժողովուրդ, ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ գամ ձեր խնդիրը բարձրաձայնեմ, ծառայեմ ձեզ, որովհետև այսօր որ Երևան քաղաքի ավականն եմ, ձեր շնորհիվ է։ Դուք եք ժամանակին ինձ ձայն տվել, վստահել եք, որ գնամ ընդեր։ Հիմա ես էլ այսօր պարտավոր եմ գամ կանգնեմ ձեր կողքը, ժողովուրդ ջան։ Ու բոլորս միասին, ժողովուրդ ջան։